Գիտես մաման որտեղ է աշխատում։ ID բանկում։ ID բանկը ինչ տեղ է։ Գործի տեղ։ Հեռու գործերից ու ֆինանսներից գունեղ պարերով ու քաղցր հյուրասիրություններով հունիսի 1-ը նշում են նաև ID բանկի աշխատակիցների երեխաները։ Բատուտ, թռիչքներ, պաղպաղակ ու մուլթերոսներ։ Մի խոսքով, այն ինչ պետք է փոքրիկներին ուրախանալու, իսկ մեծերին մանկություն վերադառնալու համար։ Եկեք գնանք ցույց տալ։ Կարեն արդեն 3-րդ տարին է գալիս է, բայց իմ մեծ աղջիկն արդեն 5-րդ տարին է գալիս է։ Մենք սիրով ենք այս օրը պատրաստվում, որովհետև գիտակցում ենք, որ հնարավորություն ունենք ազատ օր ունենալ երեխաների հետ, վայելել իրենց հետ այս օրը, անել ամեն ինչ, բայց ոչ աշխատանք։ ID բանկի մեծ թիմի համար հունիսի 1-ն ամեն տարի հրաշալի առիթ է դառնում էլ ավելի ամրացնելու աշխատանքային եւ ընկերական կապերը, ծանոթանալու եւ ծանոթացնելու միմյանց փոքրիկներին, որպեսզի օրը հիշարժան դառնա ոչ միայն երեխաների, այլև հենց իրենց համար։ ID բանկն էլ արդեն որորդ տարին է կարևորելով իր մեծ ընտանիքի այդ արժեքները հենց իրենց ընտանիքների համար եւ իրենց մանուկների համար կազմակերպում է գունեղ միջոցառումները, որտեղ մեր երեխաները ստանում են բոլոր այն դրական լիցքերը, որ իրենց պետք է ավելի ամուր ու երջանիկ ու խաղաղ ապագա ունենալու համար։ Բանկային աշխատակիցների 300 երեխաներ են այսօր միասին նշելու փոքրիկների պաշտպանության օրը։ Տարիների ընթացքում ամրանալով եւ մեծանալով որպես թիմ շատ ընտանիքներ կառուցվում են հենց ID բանկի տանիքի տակ։ Կինս էլ է բանկի աշխատակից, մենք ընտանիքով ենք եկել։ Այս տարի իմ համար առաջին փորձն է, որ եկել եմ ու պետքա բալիկս արդեն մասնակցես միջոցառմանը, քանի որ 2 տարեկան դեռ չկա, բայց արդեն 7 տարի աշխատում եմ ու միշտ սպասել եմ այն օրվան, որ նաև ես էլ պետքա մասնակցեմ իմ փոքրիկի հետ միասին։ Այսօր բալիկների օրն է։ Հələ մի հատ կպատմես, ես ինչ տեղ է, ինչու ես եկել դու։ Հատուտների տեղ։ Վազերու տեղ։ Ինչ ես ուզում, որ երեխաները բոլորը ունենան։ Տղաներ, ավտոներ, իսկ աղջիկները տիկնիկներ։ Տարվա բոլոր օրերը պետք է դարձնել երեխաներինը ու հանուն երեխաների, միասին ամրանալով ու միասին կառուցելով նրանց խաղաղ ու բարեկեցիկ ապագան։